Նյուզայեմի եթերում լուրերի թողարկումն է, բարի երեկո։ Մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու հրավերին Էրդողանը դեռ չի արձագանքել, եթե նա չընդունի հրավերը, ապա Թուրքիան ընդհանրապես ներկայացված չի լինի Երևանյան գագաթնաժողովին։ Սամվել Կարապետյանն անդրադարձել է ուժեղ Հայաստանի անդամների գաղտնալսումներին և ձերբակալություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իրավիճակը լարվել է 8 կուսակցության 48 ժամ է տրվել փաստաթղթերում առկա թերությունները շտկելու համար։ Ջերմուկ գրուպում ստուգումներ են սկսվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, որը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին։ Այս մասին հայտնել է BBC-ի թուրքական ծառայությունը, նշելով, որ Թուրքիայի կողմից դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել այն մասին, թե արդյոք Էրդողանը կմասնակցի Երևանյան հանդիպմանը։ Դեռ վաղ է ասել, մասնակիցների ցանկը դեռ վերջնականապես որոշված չէ, նրա մասնակցությունը կհստակեցվի առաջիկա օրերին, լրատվամիջոցին հայտնել է Եվրամիության ներկայացուցիչը։ BBC-ն նաև գրում է, որ Թուրքիան մասնակցել է 2022-ի, 24-ի, 25 թվականների գագաթնաժողովներին։ Եթե Էրդողանը չմասնակցի Երևանյան գագաթնաժողովին, ապա Թուրքիան դրան ընդհանրապես ներկայացված չի լինի, քանի որ կանոնների համաձայն մասնակցել կարող են միայն պետությունների և կառավարությունների ղեկավարները, իսկ նախարարների կամ ավելի ցածր մակարդակով ներկայացվածությունը չի թույլատրվում։ Նշեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նույնպես հրավեր է ուղարկվել, սակայն Բաքուն դեռևս չի արձագանքել հրավերին։ Հարցականի տակ է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկիի այցը, որը նույնպես հրավիրվածների թվում է։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժել է ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանի խնդրանքը թույլատրել այցելել Լոռու մարզ հոր գերեզմանին։ Դատարանի հիմնավորմամբ, որքան էլ հարցը բարոյական տեսանկյունից կարևոր է, դատավորը սահմանափակված է օրենքով, սահմանադրությամբ, իսկ փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունը հիմնավորված չէ։ Այս մերժումից հետո փաստաբանները նոր միջնորդություն են ներկայացրել, առաջարկելով տնային կալանքը վերացնել ու կիրառել վարչական հսկողություն, որ Կարապետյանը կարողանա ազատ տեղաշարժվել ու մեկնել Լոռու մարզ։ Նախորդ նիստին հիշեցնեմ, դատարանը երկարաձգել էր Կարապետյանի կալանքը ևս 3 ամսով։ Գործարար Սամվել Կարապետյանն այսօր դատական նիստից հետո անդրադարձել է կուսակցությանն առնչվող բազմաթիվ քրեական գործերին, որոնք վերջին շրջանում հարուցվում են հիմնականում ընտրակաշառք տալու հոդվածով և որոնց վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսումներ է հրապարակում։ Սամվել Կարապետյանն ասել է, դրանք իրականությանը չեն համապատասխանում, իրենք ընտրակաշառք չեն բաժանում։ Էդի ձայնագրությունները պարոն Կարապետյան, երբ են արվել դիզասել են։ Հստակաբար կարան իրեն Պարոն Կարապետյան, դուք քննադատությունների կենտրոնում եք հայտնել նաև այն բանի համար և 44-օրյա պատերազմի օրերին հավասարության նշան եք դրել Ադրբեջանի և Հայաստանի միջև, սա ինչպես կմեկնաբանեք։ Չմոռանաս, մյուս չորեքշաբթի մենք ձեզ կհրավիրենք բոլորիդ, այդ հարցը կփոխանակ։ Մի վարքյան ժողով։ Շարունակվում է Բագրատ Սրբազանի գործով դատավարությունը, նա և ևս 17 անձ մեղադրվում է իշխանությունը զավթելու նպատակով ահաբեկչություն և զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ։ Բագրատ Սրբազանն իր մեղադրանքը չի ընդունում։ Սրբազան պայքարի բազմաթիվ համակիրներ այսօր դատարան էին գնացել սատարելու Բագրատ Սրբազանին։ Նրանք նաև պաստառներ էին բերել իրենց հետ, համակիրների թվում էր նաև ժողովրդական երգերի կատարող Արսեն Գրիգորյանը։ Մրոն։ Ազատություն Սրբազանին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների, դաշինքների փաթեթում տեղ գտած անճշտություններն ուղղելու նպատակով։ Անճշտություններ են հայտնաբերվել 8 կուսակցությունների, այդ թվում ՀԱԿ-ի, Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ի, Հայկ Մարությանի նոր ուժ կուսակցությունների փաստաթղթերում։ Նրանք 48 ժամ ժամանակ ունեն դրանք շտկելու համար։ Արտահերթ նիստում իրավիճակը լարվել է, երբ Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը բողոքել է ընտրական գրավի վճարման համար հաշվեհամար բացելու
պահպանելու խոչընդոտներից եւ պահանջել է հետաձգել նիստը, մեղադրելով հավասար պայմաններ չապահովելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հորդորել է պահպանել նիստի կարգը, չընդհատել գործընթացը եւ զերծ մնալ քաղաքական ելույթներից, սպառնալով հակառակ դեպքում դուրս հրավիրել դահլիճից։ Բանկեր կան, որ աշխատում են շաբաթ կիրակի։ Հիմա շոու չասեմ, դուք դրան անվանեք։ Ձեր ստե ելույթը ինչի համար է։ Այսօր ամբողջ օր ինչի չեք վճարում։ Մեր հանդեպ ձեր համակարգը թերացել է 4 անգամ։ Բոլոր կուսակցությունների տվել եք վահանակների հնարավորություն մեր կուսակցության այդ օկտատերի բաժնում վահանակները բացակայում են, որպեսզի մենք չկարողանանք մասնակցել այդ գովազդային վահանակների։ Մեր հանդեպ, մեր կուսակցության հանդեպ 4-ը թերացում, ոնց կլինի սենց, հա։ Ինձ զուգահեռ մի խոսեք։ Չունի, դուք ասում եք ժամ։ Պարոն Սարգսյան, եթե սպասեք, երբ որ ես խոսեմ կավարտեմ, նոր ձեր ասելիքը կասեք։ Հա, լսում եմ, առանց գոռալ, հա, դուք մեր հաշվին աշխատավարձ ստացող։ Դուք մեր գործատուն չեք, այդ հայտարարությունը հետայսու չանեք։ Այստեղ ես եմ խոսքի իրավունքը տալիս։ Ես եմ պահանջում։ Դուք, պարոն Սարգսյան, ես լռեք, պարոն Սարգսյան, լռեք, որովհետև դուք հիմի խանգարում եք։ Պարոն Սարգսյան, զբաղեցրեք ձեր տեղը, այսքանով պարոն Սարգսյան, ձեր դիրքորոշումը, պարոն Սարգսյան, կարող եք ասել որքան եք խոսելու, որովհետև մենք էլի հարցեր ունենք, ձեզ որքան ժամանակ է պետք խոսելու։ Դուք ինձ պետք է չասեք, որ ձեր գործն է։ Պարոն Սարգսյան, այ արդեն, պարոն Սարգսյան, դուք գտնում եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում։ Պարոն Սարգսյան, դադարեք խոսել, դուք այլևս, պարոն Սարգսյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Պարոն Սարգսյան, պարոն Սարգսյան, դադարեք խոսել։ Ես զրկում եմ ձեզ խոսելու իրավունքից, պարոն Սարգսյան։ Անհավասարություն չէ, վահանակներ մեզ չտրամադրել, Խնդրում եմ ներքևից ոստիկաններին հրավիրեք։ Աշխատակազմին ոստիկաններին հրավիրեք։ Ոստիկաններին հրավիրեք, որովհետև սենց դեպք, ես ասում եմ, սենց դեպք, նման դեպք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով եկող քաղաքացին իրեն այսպես այլ կուսակցության առաջնորդ, այսպես կպահի, ես հավաստիացում, ես 98 թվականից Կենտրոնական ընտրական հանձնաժողով նման դեպք չի եղել, նման վարք, որևէ մեկը, որևէ մի անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իրեն երբեք թույլ չի տվել։ Դուք ազատ ընտրություններ չեք ունեցել երբևիցե, մեր պահանջը։ Պարոն Սարգսյան, դուք դուրս եկեք, նիստերի դահլիճից դուրս եկեք դուք։ Քվեարկության հետ կամ ասացում։ Դուք չեք, քվեարկության չեք մասը, դուք այլևս դուք նիստերի դահլիճից լքեք նիստերի դահլիճը։ Պարոն Սարգսյան, կամ լռում նստում եք, կամ դահլիճից դուրս եք գալու այլևս։ Կամ լռում նստում եք, որպեսզի ձեր քվեարկությանը ներկա գտնվեք, կամ դուրս եք գալի դահլիճից։ Շատ պարզ, ես ձեզ արգելում եմ խոսել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը խանգարել։ Դուք խանգարում եք, ես ձեզ ասում լռու եք դուք։ Պարոն Սարգսյան, կամ նստեք, լռեք, կամ դուրս եկեք դահլիճից։ Ոստիկանն էլ ներկայացել։ Ես նստում եմ, սպասում եմ մեր քվեարկությանը եւ ակնկալում եմ 48 ժամից ավել ժամանակ։ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է բանաձև, որով վերահաստատվում է Եվրամիության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին եւ եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։ Բանաձևը նաեւ աջակցում է 2026 թվականի հունիսին Հայաստանում ազատ, արդար եւ խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Բանաձևը նաեւ ողջունում է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, կոչ անելով հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի, հիմնված ինքնիշխանության եւ սահմանների անձեռնմխելիության վրա։ Բանաձևը դատապարտում է հայ գերիներին Ադրբեջանում պահելը եւ պահանջում նրանց անհապաղ ազատ արձակումը։ Եվրոպական խորհրդարանը նաեւ կոչ է անում ավելացնել Եվրամիության ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը Հայաստանին, հատկապես էներգետիկ, թվային եւ տնտեսական դիմակայության ոլորտներում։ Բացի այդ, փաստաթուղթը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացման եւ տարածաշրջանային կայունության նպատակով։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է սկսել Ջերմուկ գրուպում։ Կառույցի խոսնակ Անուշ Հարությունյանն ասել է, որ տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ է վերահսկողություն սկսել։ Թե իրացման ցանցից, թե արտադրությունից վերցվել են նմուշների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար։ Խոսնակը նշել է, որ այս պահին ռուս գործընկերներից որևէ գրություն կամ պաշտոնական տեղեկություն չեն ստացել։ Հիշեցնեմ, Ռոսպատրեբնadzորն արգելափակել է Ջերմուկ հանքային ջրի ապրանքանիշի խոշոր 1.100.000 շիշ խմբականակի վաճառքը Դաշնության տարածքում։ Օրեր առաջ էլ ավելի քան 300.000 շշից բաղկացած խմբականակի վաճառքներ արգելվել ռուսական գերատեսչության որոշմամբ։ Ռոսպատրեբնadzորից տեղեկացրել էին, որ հանքային ջրի նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ, թե կոնկրետ ինչ խախտումներ չեն հաղորդել։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 279 տոննա ցորեն և 203 տոննա պարարտանյութ։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով խոսքը 7 վագոնից կազմված շարժակազմի մասին է։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է առաքվել 25,000 տոննա ցորեն, 1600 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։ Իրանը միջուկային և հրթիռային տեխնոլոգիաները համարում է իր ազգային սեփականությունը, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը։ Մոջթաբա Խամենեին ասել է 90 միլիոն իրանցիներ, թե երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս կպաշտպանեն դրանք այնպես, ինչպես ծովային, ցամաքային ու օդային սահմանները։ Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի սադրանքներից, հայտարարել է Իրանի նախագահը։ Մասուդ Փեզեշքյանը մատնանշել է Իրանի կառավարության, ժողովրդի և զինված ուժերի հաստատակամ վճռականությունը պաշտպանելու Իրանի օրինական և անօտարելի իրավունքները։ Փեզեշքյանը նաև ընդգծել է բոլոր երկրների կողմից վճռական և միանշանակ դիրքորոշման անհրաժեշտությունը, դատապարտելով Միացյալ Նահանգների ծովահենությունը և միջազգային նավագնացությանն ուղղված սպառնալիքները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է կապ հաստատել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ և քննարկել մայիսի 9-ին ռուսական կողմից առաջարկված կարճաժամկետ հրադադարի մանրամասները։ Զելենսկիի խոսքով Ուկրաինան ձգտում է խաղաղության և ապահովում է անհրաժեշտ դիվանագիտական աշխատանք պատերազմի ավարտի համար։ Հիշեցնեմ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հետ, նշել, որ պատրաստ է հրադադար հայտարարել հաղթանակի օրվա կապակցությամբ։ Ներկա պահին Ադրբեջանը որպես ուկրաինական բանակցությունների հարթակ չի դիտարկվում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վերջին հայտարարությունները։ Ռուսաստանի հետ բանակցությունները Բաքվում անցկացնելու առաջարկով Ուկրաինայի նախագահը հանդես էր եկել նախորդ շաբաթավերջին Ադրբեջան կատարած այցի ընթացքում։ Առայժմ դրա մասին խոսք չկա, ասել է Պեսկովը։ Եվ վաղը մեր երկրում փողոցներ փակ կլինեն աշխատավորի օրվան նվիրված տոնական շքերթի և համերգի իրականացման համար։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վաղը ժամը 13-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժամը 14-ից Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք։ Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար։ Թողարկման համար առանձնացված լուրերն այսքանն էին, մինչ նոր հանդիպում։